մտնոլորտ։ Կարեն Կարապետյանի անունը կհանգստացվեր։ Ես համոզված եմ, որ եթե ընտրվեր հենց սկզբից Կարեն Կարապետյանը, այս պատմությունը չէր լինի։ Հիմա Կարեն Կարապետյանը իրենք ասում են, որ ինքը հրաժարվեց։ Լավ։ Ինքը ընդամենը մի քանի ամսվա հանրապետական էր։ Էլ մարդ չկար, լավ, ինքը հրաժարվեց, ուրիշ մարդ։ Իմ գնահատականը սա է։ Միշտ եթեներով խոսալ հետ գնալը մի քիչ դժվար բան է, որովհետև այդ եթեն տարբեր սցենարներ ունի։ Բայց դա իմ վերսիան է այդ իրադարձությունների եւ հնարավոր զարգացումն է։ Հիմա ես ընդունում եմ, որ հանրապետական կուսակցության վերնախավը, ես չեմ ուզում կուսակցությանը եւ վերնախավը ասենց նույնացնել, չեմ ուզում։ Բայց վերնախավը ունի իրենց վերսիան այդ իրադարձությունները եւ այդ վերսիան եւս գոյության իրավունք ունի։ Բայց դա չի նշանակում, որ բոլորս պետք է մտածենք այնպես, ինչպես իրենք են մտածում։ Իմ մտածումը սա է։ Հանրապետական падգամավորներն ասում են 2018-ը տեղի ունեցավ, որովհետեւ օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն մեծ թիկունք չկանգնեց, այլ նաեւ ակնարկում են, որ թիկունքից ինչ-որ գործողություններ են եղել։ Իրոք այդպիսի բան են։ Ասում են տարբերություն իրենց մենք իրեն 10 տարի թիկունք են կանգնել, դրա համար էլ իշխանությունը անսասան եղավ։ Առաջինը այսպես ասենք, երբ հանրապետական կուսակցությունը իշխանություն դառավ, որպես հանրապետական կուսակցություն։ Ես ով էի այն ժամանակ։ Նախագահ։ Ով է ում թիկունք կանգնել, ով է ում օգնել կայանա որպես կուսակցություն։ Միաթարամեց հարց է։ Իրենք թիկունք չկանգնեն, իրենք չեն լինի, ուրիշները կլինեն։ Ասեմ, այդ ուղղակի նույնիսկ բարոյականության ստե հարց կա այդ քարտի բան հնչեցնելու կամ կարող է երիտասարդներ են, որոնք այդ ժամանակահատված ուղղակի լավ չեն հիշում։ Հանրապետական կուսակցությունը եղել է փոքր կուսակցություն։ Վազգեն Սարգսյանը միասին պայմանավորվել ենք, Վազգեն Սարգսյանը դառավ առաջնորդ եւ հանրապետական կուսակցությունը որպես արդեն իշխանական կուսակցություն թափ հավաքեց։ Այդ իշխանական կուսակցության այդ իշխանության ժամանակ նախագահ իշխանությունը շատ ավելի մեծ էր, քան վարչապետի իշխանությունը, ես էի նախագահ։ Եվ ասել, որ իրենք են ինձ թիկունք կանգնել, այո, իրենք եղել են խորհրդարանական մեծամասնությունը, բայց տվյալ դեպքում մեծ հարց է, ով ում ավելի շատ աջակցություն է ցուցաբերել, սա մի կողմն է։ Հիմա այդ օրերին ինչի ես թիկունք չկազմեցի, պահեցի իրենց։ Ես զանգել եմ այն ժամանակ երրորդ նախագահի։ Այն ժամանակում զանգել հալա դեռ վարչապետ չէ։ Չեմ հիշում։ Դեռ ինչքան հիշում եմ հալա վարչապետ չէ, բայց արդեն պարզել որ ինքը պետք է։ Խեմ է զանգել նաև, որովհետև ինձ տարբեր մարդիկ դիմում են, ասում են, միա դու էլ ասա մեր ընդհանուր ծանոթները։ Ոնց որ վիճակը ձեռից գնում է, բան չի անում։ Ես զանգեցի։ Եվ ասում եմ, դու վիճակը ոնց ես գնահատում։ Պրոբլեմա։ Ինձ տարբեր տեղից ուղղակի սա են ասում։ Պրոբլեմա ծնագնդի պես սա գնում է դեպի լրիվ այլ ուղղություն։ Կոնտրոլը կորցնելու եք։ Ինքը շատ հանգիստ ասեց, ինչ պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ։ Ինձ դա զարմացրեց։ Ասի վստահ ես, երեմի 2 անգամ ես նույն հարց կրկնեցի։ Շատ հանգիստ ասում ամեն ինչ կոնտրոլի տակ։ Մի քանի օր հետո հրաժարական տվեցի։ 5-6 օր հետո։ Հիմա երբ որ քեզ շատ հանգիստ ասում են, որ ամեն ինչ կոնտրոլի տակ, ամեն ինչ նորմալ է, ընդհանրապես պրոբլեմ չի տեսնում։ Ինչ պիտի անեն։ Սա այն է, ինչի ես մասնակից եմ եղել, հետո ես միջև այդ առանձնապես շփում չեմ ունեցել իրեն, բավական երկար ժամանակ։ Ես վիճակից ելնելով համարեցի, որ այնուամենայնիվ պետք է զանգել այդ ահազանգը նաև հասցնել իրեն, որովհետև մեր ընդհանուր ծանոթները սա ասում են, մենք իրենք խոսում ենք, ասում ամեն ինչ նորմալ է։ Մի հատ դու էլ փորձել, դու էլ ասա։ Ու ես էլ զանգեցի, ու ես հասկացա, որ շատ մարդիկ են դիմել ասա։ Հիմա ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել։ Հիմա սա է։ Էլ ավել չեմ ասելու, բայց եթե խոսացնեն ավել բաներ եմ ասում։